Ողջույն Գևորգ ջան։ Ողջույն։ Իմ ազատ Հայաստան, իմաստուն իմ հայրենիք, որդիներ քաջան հաղթ, քո պաշտպան են հավերք։ Սովորաբար այս ժամերին ինչով ես զբաղված լինում։ Հիմնականում ստուդիայում եմ աշխատում, ստուդիայի գործերով։ Իսկ ինչ տրանսպորտային միջոցից ես օգտվում։ Ինչ։ Եկեք ցույց տամ։ Այսինքն կանչում եմ, ինքը գալիս է, ու շատ հարմար է այլ այս տրանսպորտը։ Համեցեք, կանչել եմ արդեն մեր ձերի տրանսպորտը։ Ոնց եք։ Լավ հարևան է Գևորգը։ Ինչ է որ հավաքի։ Տունը վերևն է, իսկ գործից տեղը ստուդիան ներքևը։ Համարյա մեքենա չեմ վարում էլի, կարելի ասել անհրաժեշտությունից անհրաժեշտություն խցանումներ չեմ սարքում մեր սիրելի քաղաքի համար։ Դե իսկ եթե ավելի լուրջ իմ մեքենան Honda CR-V 2000 թվականին ծնված ԱՄՆ-ում հեսա։ Իմ չքշվող մեքենան է, այլ ճիշտ չքշվող նշանակում է շատ քիչ եմ շահագործում իրան էլի։ Ու բնականաբար շատ քիչ էլ ուշադրություն եմ դարձնում, կարող եք իրավիճակից հասկանալ։ Որքան ժամանակ է որ շահագործում ես այս ավտոմեքենան։ Մոտավոր 5 տարի, եթե ոչ ավել։ 5 տարի ես, մոտավորապես մի 2 տարի գյուղում է եղել պապայի մոտ։ 6-ից 7 տարի, որ մեր ընտանիքի մոտ է եղել։ Հիմա մենք պտտվենք եւ դու թվարկես, որ վնասվածքը դու ես հասցրել եւ որ արդեն կար մինչ քո շահագործելը։ Այս անվաթևից սկսենք։ Այս անվաթևը անկեղծ չգիտեմ, սենց եմ գնել։ Այնքան կանգնացրել եմ, խամրել է։ Ահա, այս վնասվածքը աղբի մեքենան է հասցրել, բայց էլի իմ ձեռքում չի եղել, ոնց ասելա տերը, առաջվա տերը։ Այսինքն վերևից աղբը դատարկելուց պոկվել աղբամանը ու ընկել է իր վրա, որ առա արդեն ինքը բանել էր ջարդված լուսարցակները բան։ Ես եմ նոր դրել։ Երբ մենակ սա եմ արել իր վրա առնելուց հետո, որ գոնե մի քիչ տեսքի գա։ Քանի որ ինքը նախատեսված էր գյուղում աշխատելու համար, գյուղի գործեր անելու համար, չէի պլանավորել իրան ես շահագործեմ, կյանքի բերումով ստացվեց, տեսա կանգնածա, պապան առողջական խնդիրներով չէր շահագործում, ափսոսս եկավ։ Ասա տանեմ ես շահագործեմ, չնայած ինձ շատ անհրաժեշտ չի, բայց դե ունեի էլի մեքենա, ստիպված այդ մյուս մեքենան վաճառեցի, չնայած ստիպված էլ չէ, որտեվ շատ փոքր ավտո էր, Toyota Vitz կուպե։ Առանց դա էլ փոքր է Vitz-ը, դրա կուպեն ո՞նց էիք տեղավորվում։ Իսկար ավտո էր ես։ Շատ լավ էր, դնում էի թևից տակ տանում, պարկինգները հեշտ էր։ Որտեղից ես դու եկել Երևան։ Դե ես ծնունդով Վայոց ձորի Աղավնաձոր գյուղից եմ, Եղեգնաձորի շրջան, եկա սովորելու նպատակով, սովորեցի կոնսերվատորիան Կոմիտասի անվան, ու այդպես էլ մնացի Երևանում, հաստատվեցի, գործի բերումով ստացվեց, որ թե չէ գյուղը սիրում եմ։ Դա նշանակում է, որ դու ունես երաժշտական կրթություն։ Ավարտել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, դասական վոկալ բաժինը։ Մի փոքր մեզ համար երկես։ Մագա ջան, Բանգլադեշում ենք, պատկերացնում ես, օպերա Բանգլադեշի բակերում, դրա համար ստուդիան ներքևն է, որ ոչ մեկ չլսի ինչ է արվում, ինչ են երգում։ Համեցեք ստուդիա, համեք կսրճենք։ Տեսեք ինչ տղա է, էփող, թափող, անող, դնող, տեղը չգիտեն։ Աղջիկ ճարեք էլի, խնդրում եմ։ Ուզում եմ պսակվեմ։ Բայց ոչ մեկի չեմ հանդիպում։ Մտածում պետք է իմ նման զգայուն լինի, ռոմանտիկ, արվեստի մեջ։
Հենց որ համեցեք, դռներս բացա, ստուդիայի դռները եկեք ձայնագրվեք, ձեր հետ է կհավանեմ։ Սպասում եմ։ Ինչպես հասկացա, այն բոլոր գործերը, որոնք մենք դիտում ենք ու կնդրում ենք, ծնվում են այստեղ։ Համակարգչով, ծրագրերով, մշակելով, միքսելով, մաստերինգ անելով, ինքը դառնում է երգ, ոնց որ ասած երգի գործարան։ Երևանի սիրուն մագա, ունքերդ կամար, հաստատ գիտեմ, որ ծնվել ես, միայն ինձ համար, ինձ պես անուշիկ ջահելյար ունես, Երևանի սիրուն մագա, էլ ինչ տարդ ունես, Երևանի սիրուն մագա, էլ ինչ տարդ ունես, ես։ Փոքր հատված մեր սիրելի մագայի համար։ Բրավո։ Դու ունես երաժշտական միքսեր, նաև քաղաքական գործիչների մասնակցությամբ, եւ կան խոսակցություններ, որ դրանք ունեցել են հետևանքներ։ Դե իհարկե, ունեմ շատ միքսեր տարբեր գործիչների հետ կապված, իրաց ձայնով ստացել եմ միքսեր։ Իհարկե, ժողովուրդ ջան, եղել են խոսակցություններ, այդ խոսակցությունները ինձ են հասել, իբր տարել են ինձ ծեծել, վնասել, բայց չէ։ Իրանք ինձ գնահատում են, հարգում են իմ հումորը, ընդունում են, ես էլ իրանց եմ հարգում ու սիրում, վերջ։ Դա պարզապես հումոր է։ Էլի փոխտու, էլի խախտի, էլի փոխտու, էլի խախտի, էլի փոխտու, էլի խախտի, խախտի փոխտու, փոխտու խախտի, խախտի փոխտու, փոխտու խախտի։ Մենք գիտենք, դու գիտեղը պարզա, լասում է գասամանեմ։ Մենք գիտենք, դու գիտեղը պարզա, լասում է գասամանեմ, մանեմ։ Ձայնագրում ես։ Այո, ձայնագրում եմ, գործիքավորում, գրում նոր երգեր, երաժշտություններ։ Ես փորձում եմ ամեն մարդու բառից, խոսքից հասկանալ, թե ինչ երաժշտություն կլինի այդ խոսքի մեջ։ Որսում ես, հա։ Այսինքն, եթե դու հիմա մի բան արտասանես, կարող է մի հատ լավ սիրուն երաժշտություն դառնա։ Քաղաքում մեր միշտ քաոս է, բազմություն ու շատ աղմուկ, մեքենաների շքերթ է ու շչակների համույթ, կանգարում մեր միշտ շատ հերթ է, ոստիկանն էլ շատ զբաղված, հատել մայթը հեչտեղ ինչ է ու կանգնել ենք մոլորված։ Այսինքն կարա ամեն բառը դառնա երաժշտություն, նայած մարդու զգացողությունները ոնց է, անկալումները ոնց է։ Քեզ որ ոչն է հոգեհարազատ։ Ավելի շատ հոգեհարազատ է մեր հայկականը, այսինքն հայկական երաժշտության հիմք ունեցող երգերը, հայի հիմք ունեցող երգերը, այսինքն Կոմիտասյան, Սայաթնովա, մեր աշուղների, գուսանների կատարումները։ Քո գործերի մեջ դասականը շատ քիչ տեղ է գրավում, հա։ Պահանջարկից ելնելով։ Պահանջարկը շատ չի դասականի, համ էլ ես զգում եմ, որ այդ ձև ես դասական չեմ, ձայնային տվյալների առումով չեմ համարում, որ շատ դասական եմ, բայց մեկ փոքր հատվածներ ներկայացնում եմ։ Կյանքս ափսոս էր քեզ հետ ու թե մի օր էլ որ գաս ետ քոս ու խոսքերին էլ երբեք ներել այս իմ կյանքում չի լինի քոս ու խոսքերին էլ երբեք ներել այս իմ կյանքում չի լինի Մի փոքր էքսկուրս կանես։ Կոնկրետ այս հատվածում արդեն մշակման աշխատանքներն են կատարվում։ Բուն ստուդիայի ուղեղը կարելի ասել այս հատվածն է։ Դե ստեղ էլ Մագաջան ձայնագրվում է միկրոֆոնով ու գնում է հասնում կոմպ։ Այստեղ փոքր տենց հայկական միջավայր ենք ստեղծել։ Դե Մագաջան, քանի որ երգերը ձայնագրվում են, մարդիկ ուզում են նկար ունենալ իրանց երգի համար կամ սիրուն տես փոքր սիրողական հոլովակ։
այստեղ նկարում ենք ֆոտոներ, վիդեոներ։ Իսկ այս հատվածում էլ կանաչ ֆոն, դե կանաչ ֆոնը արդեն մոնտաժների համար է, ինչ որ տենց թե շատ է ծառայել իմ հումորային հոլովակների համար։ Ուզեմ մեկին հավանեմ ու մեծ հարսանիք անեմ, բայց ախր ես ինչ անեմ, հարսանիքի փոխջում բայց ամեն ինչ առաջվանը չի, այս տարի աղջիկները դարձել են միթի։ Սուրճի համար շնորհակալություն, իսկ մենք վերադառնանք մեր Հոնդային։ Ներկայացրու տեխնիկական բնութագիրը։ Ինքը 2 լիտրանոց շարժիչ ունի մեքենան, 147 ձիաուժ։ Այդքանը գիտեմ։ Փոխանցման տուփը ավտոմատ, տեղ-տեղ տղկսնելով։ Լիակ հարշակ է։ Մեքենան լավ փորձարկվել է, լավ տանջվել է մեր սարեր ձորերում։ Երբեք չի եղել նենց ճանապարհներ, նենց սարեր ձորեր, որ նեղվեմ։ Միակ խնդիրը իր խլացուցիչը շատ կախված է իր տակից, բայց դա այդ խնդիր չի, մենք մուրճով իրան լավ հարթացրել ենք, որ այդ խնդիրը չլինի, տակը կպնում է, էլի, այդպես ասած, սարեր մուրճով։ Դες ավտոն մուրճով աշխատում, անկեղծ մուրճով խփում ենք, աշխատում է։ Որքան բենզին է ծախսում 100 կիլոմետրին։ Իր տեխնիկական բնութագրով 100 կիլոմետրին ճանապարհների վրա, այսինքն քաղաքից դուրս, մոտ 7-ից 8 լիտր է տված, քաղաքային պայմաններում 12-ից 13, բայց բնականաբար քանի որ ինքը հին է, մի քիչ ավելին է իր ծախսը։ Վազքը որքան է։ Վազքը մոտ 330,000։ Բացենք կապոտը։ Բացենք։ Այս որթովից չեմ բացել։ Ընթացային որ մասերի անվանումները գիտես։ Համարյա բոլորինը գիտեմ, բայց ոչ հայերեն։ Տեսա օթի զտման համակարգն է, բոլորին քաշ ծանոթ, իսկ մատորս ինքը յուղոտ, իր խնդիրներից մեկն էլ է, որ միշտ անընդհատ կարող է յուղեր թողա, տակից, վերևից անընդհատ ինքը դզվում է, բայց որոշ ժամանակ հետո կարող է, չնայած եթե ինքը արդեն հնամաշ է, ինձ թվում է արդեն դեֆորմացվում է տաքությունից, հնարավոր է այդ լինի, դրա համար ինքը միշտ սենց է, քշում եմ այնքան մինչև մեռնի։ Դե ես գիտեմ ջրի պզիկների բանն է, մենակ այդտեղ եմ բացում բանանում։ Ստեղ գիտեմ ստարտերի տեղն է։ Բայց ուր է կորել, հələ մի վարք է։ Այն օրը ուրիշ տեղ էր։ Չի կարա այն օրը ուրիշ տեղ լինի, այսօր ուրիշ։ Այն օրը ճամփին մնացել էր, չագուջով խփում էինք, էլի։ Հա, հենա, հանդեղ է։ Մենակ դրա տեղը գիտեմ, էլի։ Յուղ կա գոնե մեջը։ Ավել պետք է լինի, ոչ թե պակաս։ Մի րոպե, մինչև այստեղ յուղ է։ Դե հին ավտո է, կարա լինի, էլի, ինքը մի քիչ ուրիշ սիստեմով արդեն աշխատում։ Երբևէ ճանապարհին խափանվել է մեքենան։ Դե բնականաբար ոչ, քանի որ տենց շատ երկար չեմ վարում իրան։ 8-րդ հարգում եմ ապրում, իջնում եմ նկուղ աշխատանքի։ Էլ էր վարում, միայն գյուղի հետ կապված գնալ գալ, բայց այսքան ժամանակ չի եղել, որ ինքը թերանա։ Ինքը շատ, որ ասում են, խերով ավտո է, էլի, որ այսքան էլ չեմ նայում, ինքը ինձ լավ նայում է, ես ահագին շնորհակալ եմ։ Մատ խնդրում եմ մեր օպերատորը ֆիքսի, մեր վնասված տեղը։ Նախորդ տիրոջ պատմելով կանգնած է լինում պատուհանի տակ բակում, հարևան մարդուկին վիճում են, 3-րդ թե 4-րդ հարգից ինչ-որ շկաֆ է գալիս իրա վրա, դե սրա մասին չգիտեմ, երևի մուկն է կրծել։ Շնորհակալություն։ Այս խցիկում ունես իրեր։ Սա քեզ։ Շնորհակալ եմ։ Ինչ ռոմանտիկ տղա ես։ Բա որ ասում եմ ռոմանտիկ եմ, չէիր հավատում։ Անկեղծ ասած, չգիտեմ ինչ է, երև գցելու է։ Չգիտեմ ինչ է։
Անալիզների արդյունք։ Այս անալիզների, բայց չեմ անում ումն է երևի, բայց ես հիվանդ չեմ։ Տուգանքները։ Չէ։ Ախր Մագա ջան հիշի 8-րդ հարգից ներքև ինչ տուգանք։ Սենց անկապ թղթերը էլի։ Հələ մի որ։ Հա, էս ապահովագրության կաղա ժամկետ անցել է։ Չէ, մի ամիս ունեմ։ Վերջինը սա է եղել, որ ապակուն էին փակցնում, հետո էլ չէին փակցնում։ Մինչ երթևեկելը ներկայացրու քո փաստաթղթերը, վարորդական իրավունքը եւ մեքենայի տեղ անձնագիրը։ Բայց գիտես չէ, երևի մեկ անգամ կլինի թե չէ, որ բարեկային ծառայությանը ներկայացրած լինեմ։ Սա էլ իմ վարորդականը, BC կարգ։ Իբր մարդատար շատ ես վարում, մի հատ էլ բեռնատար։ Դե հա, բեռնատարով եմ ես քննությունը հանձնել Զիլ Մագնիշի մեքենայով։ Դե ինչ, ամեն ինչ կարգին է, կարող ենք երթևեկել։ Կարող ենք։ Ամրագոտիներից միշտ ես օգտվում։ Հա, իհարկե։ Թող ես կանեմ, դու քոնը։ Ես մի քիչ բարդ է, էլի, ստեղ Մագա ջան։ Հեսա։ Խոտ չի գնում։ Իսկապես։ Կարող կուտակիչն է։ Չել ֆռում։ Ես սրա ձևերը գիտեմ։ Սպասեք։ Միջև ձեռքս չի կպնում, ուշադրություն է սիրում, էլի, լավ։ Հիմա ես սենց մնալու եմ։ Հեսա մի վարկը։ Ինչ ես անում։ Հələ մի վարկան։ Ուրեմն ստարտերի ածուխները իրեն կամաշել է, իրա գլխին որ հարվածում ես, այդ տղրդյունից ածուխները հետ է գալիս, չեմ անում, տենց են ասել, մի անգամ ցույց են տվել, տենց խփում ես, ինքը աշխատում է։ Հիմա նորից այդ պրոցեսը անցնելու ենք։ Նորից դուր քաշեմ, ինքը լավ ձգում է, էլի, նա ինչ փոխանցման տուփ է, հոպ, ու առավելությունը այն է, որ ստեղ ազատ է, կարամ լավ տենց քիփ կանգնեմ, ու ստեղից դուրս գամ, կամ ստեղից հետև գնամ։ Որտեղ ես դու բնակվում եւ որքան ժամանակ է արդեն։ Մոտարապես արդեն 11 տարի բնակվում եմ Մալացիա Սեբաստիա շրջանում։ Ինչպես քեզ կբնութագրես իբրև վարորդ։ Վարորդ շատ հանգիստ, վարորդ, զիջող, չեմ ներվային անում խցանումներից կամ դանդաղ գնալուց, իսկ մարդիկ կան, որ անդադ ճանապարհ են ուզում, վայ ճանապարհ տվեք, արագ իմ ճամփեներ, չէ, տես բան չկա։ Դիմացինը շարժվի կշարժվեմ, ազդանշան չեմ էլ անի, ես որ իբր շարժվի, հա ոչինչ, մի րոպե թող ուշ դուրս գա այդ մարդն էլ, տես հանգիստ։ Արագություն չեմ սիրում, դրա համար էլ մեքենան չեմ փոխում, երևի։ Ես գիտեմ, որ այս ձայնագրման ստուդիան առաջինը չէ։ Կարելի ասել ես սկսել եմ բնակարանի սենյակից, հետո զգացի, որ ընկերներս շատ են գալիս ձայնագրման, գնում գալիս անդադ շարժ կա տան մեջ, որոշեցի արդեն զարգացնել, փորձնական շրջանում տարածք վերցրեցի ու քիչ-քիչ ընդլայնեցի։ Դες մի աչքով մի նայեք, էլի մեքենայից, ինքը ունի կրույս կոնտրոլ, ունի OD ավտոմատ կառոպկայի, ինչ եղավ մեքենաս։ Ինչ եղավ։ Երևի մի բան եղավ, էլի չի աշխատում։ Մուրճը բեր։ Այս անգամ աչքից մուրճը չի, երևի բրթեն մի քիչ։ Ստեղ մասնագետ չի լինի։ Կներես մի վարկյան։ Մի հատ ինձ էլ արցակի էլ։ Ապեր։ Մի րոպե գազ բրթենք։ Բարև ձեզ։ Բարև աղբեր ջան։ Մի րոպե բրթես էլի օգնես, բրթես ընկնենք ճանապարհի վրա էլի։ Հա, պրոբլեմ չկա աղբերներ ջան, բրթենք։ Մերսի։ Հուսանք կստացվի։ Մի հատ փորձի։ Եղավ աղբեր ջան։ Հա, շատ։ Շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Դեմքն էս ծանոթ էր։ Այս Արմանը չէր Գևորգյան։ Հա, էլի։ Արմաններ։
Վերնախցիկում ինչ ունես։ Ինքը երկու շերտով է բացվում։ Մեկ սենց եւ այս սենց։ Ինչքան բան կա։ Ասա քեզ։ Ինչ հաճելի է։ Էլի ռոմանտիկ է։ Շատ ռոմանտիկ տղա է, շատ։ Շնորհակալ եմ։ Սիրուն աղջիկ Հայաստանի դու սրտիս հետ խաղնի անի ես կտանեմ նազերդ բոլոր միայն մի թող ինձ մենակ բոլոր ես կտանեմ նազերդ բոլոր միայն մի թող ինձ մենակ բոլոր Տեսա իմ չագուճն է, նույնիսկ ինքիմ տեսահոլովակում է նկարվել, դանգրատ, նասոս, առայժմ պետք չի եղել, տեսահոլովակից մնացած նյութեր, գործիք, ներվեր սղոցելու համար, տիրոջ առաջվա անձնագիրն է, Երբ էր գնել մեքենան։ 6-7 տարի առաջ, Այսինքն 6 տարի այդ անձնագիրը էստեղ է։ են օրն եմ կթել, անկեղծ չգիտեի, որ ստեղ տեղ կա, սենց բացվում է, մեջը բաներ կա էլի, սենց բացիցն Մա ինչքան է փնտրել։ Ժամկետը անցել է, նայել եմ։ Այս էլ սեղանը, կարանք բարձրանանք սար, ուտենք խմենք, ստեղ բալոնն է գազ։ Եղու գազը, բայց չեմ օգտագործում կարել ասի։ Շատ ձիգ հարմար սեղան է, այստեղ կախիչներ նայրա, ինքը նույնիսկ էլի տեսա հոլովակից մեջ նկարվեց այս սեղանը, մոռացել ենք սեղան վերցնենք ու պարզվեց, որ լավ էլ հարմար սեղան է, տեղ չկա փողերը սպահելու, սենց էլի, ռեկվիզիտ, հույն երկ կլնի, եսի գրի հետո երկ սարքեմ։ Նախ շնորհակալություն ծաղիկների համար, հյուրասիրության համար, բայց ես էլ ձեռնունայն չեմ եկել եմ մեր գործընկերոջ Մոսեսկո ընկերության կողմից լավ որակյալ ավտոյուղով։ Մոսեսկո ընկերությունը Հայաստանում հանդիսանում է մի շարք հեղինակավոր ավտոյուղերի պաշտոնական ներկայացուցիչը։ Կարծում եմ, որ եթե դու օգտվես Մոսեսկո ընկերությունից, որը գտնվում է Նարդոսի 75 հասցեում, եւ քո մեքենան լցնես միայն որակյալ յուղ, այլևս նման խնդիր չի առաջանա։ Եղավ շատ շնորհակալություն, անպայման կօգտվեմ, քանի որ շարժիչը սիրտն է, իսկ մեքենայի յուղն էլ բնականաբար արյունն է ու շատ կարևոր։ Ես էլ եմ շնորհակալ, որ այսօր ինձ հյուր էիր եւ ուրախացանք լավ միասին, լավ ժամանակ անցկացրեցինք թե մեքենայով, թե ստուդիայում։ Հուսով եմ էլի կհանդիպենք